Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին անհրաժեշտ է աջակցել սեփական ինքնավար շրջանների ստեղծման գործում, նշել են Վաշինգտոնում անցնող Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պաշտպանությանն ու ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված համաժողովի մասնակիցները։ Կոնգրեսական Ջեֆ Ֆորթենբերիի խոսքով ստեղծված իրավիճակում դա տարածաշրջանում քրիստոնյա համայնքների գոյատևման միակ հնարավորությունն է։ Առաջին հերթին խոսքը գնում է Իրաքում նոր շրջանի ստեղծմանը, որի հետ համաձայն են նաև Իրաքի իշխանությունները։ Այդ շրջանում քրիստոնյաներն ու եզդիները բարգավաճելու հնարավորություն կունենան։ Ֆորթենբերիի խոսքով դա թույլ կտա նաև քրիստոնյա համայնքներին հասցեագրված օգնություն հատկացնել միջազգային կառույցների և պետությունների կողմից։ Կոնգրեսականի կարծիքով Դաեշի կողմից ցեղասպանության ենթարկված քրիստոնյաները պետք է օգնություն ստանալու առաջնահերթություն ունենան։ Կոնգրեսական Աննա Էշուն, խոսելով Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների մասին, ընդգծել է, որ իր համար դա նաև կարևոր անձնական հարց է։ Իմ ընտանիքի անդամները փախչել էին, քանի որ նրանց կյանքին վտանգ էր սպառնում հենց քրիստոնյա լինելու համար։ Անդրադառնալով ցեղասպանությունների կանխարգելման կարևորությանը, Ամերիկայի Հայդատի հանձնախմբի ներկայացուցիչ Աիդա Դեմեյանն ընդգծել է, որ 20-րդ դարի առաջին հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում դրան հաջորդած ցեղասպանություններից միգուցե հնարավոր լիներ խուսափել։ Դեմեյանի խոսքով Միացյալ Նահանգներն այս հարցում կարևոր դեր ունի։ Միացյալ Նահանգների շահերից է բխում, որպեսզի ամերիկյան դիվանագետները համոզեն Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը, որը թույլ կտա բարելավել հայ-թուրքական հարաբերությունները։ Հայոց ցեղասպանության մասին իր ելույթում հիշատակել էր նաև Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամ կոնգրեսական Դեյվ Թրոթը։ Նրա խոսքով, որպես կոնգրեսի անդամ, առաջին այցը նա որոշել էր Հայաստան կատարել հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։ Ծիծեռնակաբերդում ամերիկյան պատվիրակության առջև նստած էր ռուսական պատվիրակությունը և շատ ցուրտ ու անձրևոտ էր, պատմում էր Թրոթը։ The Russians and Putin was sitting in front of us and they brought the Russians blankets, but they didn't bring Americans blankets. Ռուսները, Պուտինը հենց մեր առջև էին նստած եւ ռուսներին ծածկոցներ բերեցին, իսկ ամերիկացիներին ծածկոցներ չբերեցին։ Գիտեք ինչու, որովհետեւ սենատոր եղած ժամանակ Օբաման ճանաչել էր հայոց ցեղասպանությունը, իսկ նախագահի պաշտոնին նա որոշեց չօգտագործել այդ բառը Թուրքիային չնյարդայնացնելու համար։ Կոնգրեսականի կարծիքով Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է ճանաչել տեղի ունեցածը, քանի որ ցեղասպանությունն անհրաժեշտ է ցեղասպանություն անվանել։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։